Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մինչ մենք խոսում ենք, այս պահին ընթանում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի առաջին դատական նիստը եւ իմացանք, որ մեկ ամսով կալանքը նրա երկարաձգել են, բայց սահմանափակումները հանվել է։ Ինչ կասեք այս որոշման հետ կապված։ Իրեք, ես նույնիսկ բայցեր չեմ ճանաչում։ Այդ բայցին կարող են գումարել նաեւ այն, որ 3 ամիս ժամկետով էին միջնորդել, որպեսզի երկարաձգվի, բայց 1 ամիս է երկարաձգել։ Դա ես համարում եմ երկրորդական։ Կարևորն այն է, որ դատավորը նույնպես, այդ տվյալ դատավորը, դատավոր Դաբաղյանը նույնպես միացավ հայ եկեղեցու նկատմամբ ռեպրեսիաներին, երկարաձգելով Մկրտիչ Սրբազանի կալանքը այն պայմաններում, երբ որ ես կփորձեմ շատ կարճ խոսել դրա մասին, ես լսում էի պաշտպանների փաստարկները, ավելի քան համոզիչ էին։ Ավելի քան համոզիչ էին։ Մի քանի բանի մասին խոսենք։ Առաջին, ասում են կարող է ազդել։ Ինչպես կարող է ազդել Մկրտիչ Սրբազանը կարգալույց քահանաների նկատմամբ, երբ առաջին նրանց նկատմամբ այլևս որևէ վարչական լծակ չունի։ Այդ մարդիկ անգամ ամենայն հայոց կաթողիկոսի որոշումները չեն հարգում։ Էլուր մնաց որևէ այլ հոգևորականի, այդ թվում իրենց թեմակալ առաջնորդի ինչ որ որոշում հարկի։ Երկրորդ, այդ մարդկանց պետականորեն տրամադրված է, մեր բոլորիս հարկերի հաշվին, տրամադրված է պաշտպանություն։ Այդ ինչպես պետք է ազդի այդ մարդկանց վրա։ Եվ ամենակարևոր փաստարկը, որ ուզում եմ բերեմ, սա էլ արդեն երկրորդ դեպքն է 2026 թվականին, երբ մենք ականատես ենք լինում, երբ որ վերաքննիչ դատարանը արձանագրում է խախտում, իսկ վերաքննիչ դատարանը նախորդ կալանքով, ինչպես տեսա փաստորեն պաշտպանները այդ փաստարկը բերեցին, խախտում էր արձանագրել, նշել էր, որ այլընտրանքային խափաման միջոց կարող է կիրառվի, բայց այլընտրանքային խափաման միջոց չէր կիրառել, որովհետև արդեն գործը հանձնվել էր դատարան։ Նույն բանը, ճիշտ նույն բանը մենք տեսանք Նարեկ Սամսոնյանի պարագայում, երբ որ նույնպես վերաքննիչ դատարանը նույն պատճառաբանություններ բերել, իդեպ երկու դեպքում էլ եւ առհասարակ այսպիսի այսպես այս մոտեցման հիմքում Վճռաբեկ դատարանի որոշումն է, որը որ ես որպես ոչ միայն քրեական դատավարության մասնագետ, այլև իմ նեղ մասնագիտությունն է, իմ ատենախոսության թեման է հենց վերանայումը, հենց վերաքննությունը, կարող եմ ասել ուղղակի, չգիտեմ, փորձում եմ մեղմ ձևը արտահայտվել, մազերը բիզբիզ կանգնելու աստիճանի անընդունելի մոտեցում է։ Վճռաբեկ դատարանի հետ վերաքննիչ դատարանը դա գիտական հիմնակ չի, մարդիկ չեն դիմում վերաքննիչ դատարան, մի հատ պարզ են տեսնեն խախտում տեղի ունեցել է, թե չէ։ Դիմում են, որպեսզի խախտումը վերացվի։ Եթե որոշումը ուժի մեջ է, որոշումը 1 ամիս է, 2 է, 3 է, կարևոր չէ, դեռ ուժի մեջ է, որոշումը կայացնելու պահին դեռ որոշումը ուժի մեջ է, այդ 1 կամ 2 կամ 3 նայած թե ինչքան ժամանակ է տրվել, չի անցել։ Ուրիշ որևէ հիմնավորում ես չեմ տեսնում, որ վերաքննիչ դատարանը չկիրառի օրենքը եւ խախտում արձանագրելու դեպքում անձին ազատ չարձակի։ Ուղիղ պահանջ է սահմանադրության, ուղիղ պահանջ է Եվրոպական կոնվենցիայի, ուղիղ հիմնավորումներ են Եվրոպական դատարանի։ Սա անընդունելի է եւ առհասարակ այն ինչ որ կատարվում է։ Նարեկ Սամսոնյանի մասով եք ասում։ Ես ճիշտ նույնը Մկրտիչ Սրբազանի դեպքում է։ Ես քանի որ ընդամենը 20 օրվա մեջ արդեն երկրորդ դեպքը նման տեսանք, սա արդեն համակարգային բնույթ է կրում։ Այսինքն Վճռաբեկ դատարանը նման անընդունելի նախադեպ է կայացրել, որով վերաքննությունը դառնում է ոչ արդյունավետ միջոց իրավունքների պաշտպանության։ Ինչպես Նարեկի դեպքում, այնպես էլ Մկրտիչ Սրբազանի դեպքում պաշտպանները այդ փաստարկը բերեցին։ Վերաքննիչ դատարանը արձանագրել էր, որ տեղի է ունեցել խախտում։ Բայց չէր կիրառել օրենքը եւ ազատ չէր արձակել, որտեղ գործը արդեն հանձնված էր եղել դատաքննության։ Ընդ որում մի կարևոր բան էլ ասացին վերջի երկարացման ժամանակ քննիչը նշել էր, որ դեռ մենք պետք է շարունակենք, դեռ պետք է վկաներ հարցաքննենք, այս անենք, այն անենք, բայց անմիջապես վարույթը ավարտել ուղարկել էր դատարան։ Հիմա այս դատարանին մոլորության մեջ գցելու համար սա էլ է շատ տարածված դեպք։ Պետք է լինի պատասխանատվություն, թե ոչ։ Հիմա Մկրտիչ Պրոշյանի գործով 2 տուժող կա, Տեր Թադեն եւ Տեր Արամը, Տեր Թադեն եւ Տեր Արամը տուժող են ճանաչվել։
Նախկին Տեր Թադենյան, նախկին Տեր Արամը, Ստեփան եւ Արամայիս անուններով անձինք։ Իրենց այս պահվածքը ինչպես եք բնութագրում։ Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծառայել են, միասին ենթարկվել են թեմի առաջնորդին, հիմա դուրս են եկել եւ մեղադրանքներ են հնչեցնում, ասում են ինձ սպառնացել է, ընտանիքին սպառնացել է եւ այլն։ Ինչպես այդ մարդիկ դարձան այս գործընթացի մի մաս։ Մենք տեսանք, մարդիկ աստվածապաշտության փոխարեն մարդապաշտության դիմեցին։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ խորանից այն ժամանակ երբ նա իրավունք չուներ առհասարակ պատարակ մատուցել, խորանից իր խոսույթի մեջ ավելի շատ Նիկոլ Փաշինյանի գովաբանումն էր, այդպիսի մի բան եմ հիշում ես սկզբնական շրջանում, քան հոգևոր տեքստ։ Ես այդ մարդկանց մասին կդժվարանամ որևէ բան ասել, առավել եւս որ առաջավորած պահքի օրերն են եւ չեմ ուզի իմ խոսույթը ախտորել։ Նարեկ Սամսոնյանի գործով խոսեցիք այդ մասին, ինչ ընթացք է ստանալու առասարակ եկել վիճակի հետ կապված ինչ կասեք։ Վիճակը լավ չէ, բայց դրականն այն է, որ հացադուլից դուրս գալու պայմաններում սկսել է 14 օր տևեց հացադուլը։ 15-րդ օրը դուրս եկավ հացադուլից։ Ես առաջին անգամ եի առնչվում անկեղծ ասած հացադուլի հետ կապված հարցերին, ես չգիտեի, որ բազմաթիվ օժանդակ խնդիրներ կան այստեղ։ Նարեկ Սամսոնյանի քայլը ես համարում եմ շատ կարևոր առհասարակ իր որոշումն է, որպես իր նաև հարազատ ասեմ, եթե ինձ հարցներ ասեր անեմ թե չէ, ես կասեի մի արա, բայց իր որոշումն է եւ հարգանքով եմ վերաբերվել ողջ ընթացքում որոշմանը, որը նաև այդ ծայրահեղ միջոց է ուշադրություն հրավիրելու այդ խայտարակություններին, որ Հայաստանում տեղի են ունենում։ Այդ խայտարակ քաղաքական ռեպրեսիաներին, որոնք վերջին տարի ու կեսվա ընթացքում հենց Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ այս քրեական հետապնդումը ցույց են տալիս, որ այն ինչ որ 1.5 տարի առաջ առաջին քրեական հետապնդման ժամանակ անպատկերացնելի էր, հիմա լրիվ պատկերացնելի է։ Եվ ցավոք սրտի, սա քաղաքական հարց է, այսինքն ավելի խստացնում են։ Այո, ռեպրեսիաները խորանում են, բաներ ընտրություններից առաջ հավանաբար դա է պատճառը կամ այլ քաղաքական աշխարհքաղաքական, չգիտեմ, ես դրա մասնագետը չեմ, բայց փաստն այն է, որ ռեպրեսիաները խստանում են եւ մեր ընդդիմադիր դաշտը կարծեք թե դրան որևէ բան այս պայծրությամբ չի կարողանում հակադրել։ Եվ ուզում եմ այստեղ մասնագետի խոսք մեջ բերել, իմ կողմից շատ հարգված քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի խոսքը, որ նշում է, որ եթե ընդդիմությունը չի կարողանում քաղբանտարկյալների խնդիրը լուծել, դժվար կարողանա հանրությանը համոզել, որ կարող է իշխանափոխության խնդիր լուծել։ Ես համարում եմ եւ ես համաձայն եմ այս բանաձևին, որ քաղբանտարկյալների խնդիրը գերկարևոր քաղաքական օրակարգի հարց է ընդդիմության համար։ Բայց ինչու չեն կարողանում լուծել։ Խորհրդանում լսումներ կազմակերպվեցին, հետո ասեցին միասնական ճակատ կձևավորենք։ Ինչու չեղավ այս ամեն ինչը կարծում։ Դե ես չեմ ուզում ինչ-որ մեկին մեղադրել դրա համար, բայց փաստն այն է, որ այդ միասնական համակարգը չձևավորվեց այդպես էլ։ Ցավոք սրտի, այս պայծրությամբ դա դեռ չի ձևավորվել։ Միգուցե չգիտեն ինչ մեխանիզմներով, ինչպես պետք է անեն։ Չեմ կարծում, որ չգիտեն դրա մասին շատ են խոսում։ Փողոցային պայքար, դատարանների առջև ակցիաներ, միջազգային հանրությանը դիմել, ինչ պետք է անեն։ Ասեմ, մեր գաղափարը, որ առաջինը մեր 5 իրավապաշտպաններից հնչեցրեց Վարազդատ Հարությունյանը, հետո մենք մի քիչ ավելի զարգացրեցինք այս գաղափարը։ Միքայել Սրբազանի դատավարության ժամանակ, եթե չեմ սխալվում, ասում էր, որ ընդդիմությունը պետք է դուրս գա աջակցի, այո։ Չտեսեք, այստեղ խնդիրը ո՞րն է։ Նախ մենք ունենք որոշակի այսպես սրացված այս ձևակերպումը օգտագործեմ իմ ու քո քաղբանտարկյալների մոտարապես այդպիսի հիմա այդքան էլ այդ խորը չի, բայց նման ընկալում կար։ Պետք է լինի հարթակ, որը նախ եւ առաջ քաղաքական ուրեմն մասնակցությամբ եւ իրավապաշտպանական մասնակցությամբ, ես այդպես եմ հարթակը տեսնում, նախ եւ առաջ կարողանա պատասխանել այն հարցի, թե ովքեր են քաղբանտարկյալներ եւ ինչու են քաղբանտարկյալներ։ Սա բացի քաղաքականից նաև իրավական բովանդակություն ունեցող հասկացություն է։ Մենք ունենք Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված 1900 բանաձևը, որտեղ հստակ չափանիշներ են նշվում։ Այսինքն առաջին խնդիրը պետք է լինի քաղբանտարկյալների, այսպես ասենք, կարգավիճակ շնորհելը հանրության համար վստահելի մակարդակում։ Երկրորդ, ընդդիմությունը շնորհի այդ կարգավիճակը։ Այո,
Այո, ընդդիմությունը պետք է միասնաբար Դե ասի։ հայտարարություններով, հարցազրույցներով ասում են, այլ ինչ ձևով Դա պետք է լինի շատ ավելի վստահելի մեխանիզմով։ Իսկ դա հենց այդ հարթակը կարող է լինել։ Հարցազրույցներով, գիտեք, նույնիսկ ես ուշադրություն եմ դարձնում, տեսեք, դուք ասում եք, շատ ճիշտ եք ասում, հարցազրույցներով, հայտարարություններով, բայց քաղաքական հայտարարություններ, երբ որ քաղաքական ուժը, օրինակ վերջի նման հայտարարություն ՀՀԿ-ի կողմից Նարեկ Սամսոնյանի եւ Ազգեն Սաղաթելյանի պարագայում եմ հիշում, որ այդպիսի քաղաքական ուժը քաղաքական հայտարարություն է, սա բոլորովին այլ մակարդակ է։ Քաղաքական ուժի գործադիր մարմին կլինի, գերագույն մարմին կլինի հայտարարությունը։ Նման բան մենք հաճախ չենք տեսնում։ Երկրորդը անգամ հիմա դա չենք տեսնում։ Իսկ երբ որ լինի հարթակ եւ այն վստահությունն է շնչի հանրության մոտ, մենք կկարողանանք նաև շատ ավելի բարձր դիրքերից խոսել միջազգային կառույցների հետ։ Տեսեք, միջազգային կառույցներն ինչ են ասում։ Ասում են դուք ունեք մարդու իրավունքների պաշտպան, մեծ հաշվով մենք իրեն ենք լսում։ Քաղաքական հետապնդումների արկայության, բացակայության հետ կապված։ Բայց եթե լինի ավելի վստահելի հարթակ, չեն կարողանա այդպես ասել։ Առավել եւս, որ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, ելի հիշեմ, որ առաջավորած պահքի օրերին մեղմ արտահայտվեն, մեղմ ասած բավարար չէ։ Լղոզման շատ ակնհայտ դեպքեր են առկա, այսինքն թացը չորի հետ խառնելու ակնհայտ դեպքեր։ Նույնիսկ Նարեկ Սամսոնյանի պարագայում մարդը հրապարակային խոսում է, ասում է, դե 200-ից ավել ուրեմն հացադուլներ են եղել եւ այլն։ Ինչպես կարելի է մարդու իրավունքների պաշտպաններ։ Այո, ինչպես մարդու իրավունքների, ինչպես կարելի է նույն հարթության մեջ դնել, օրինակ, հերոստացույց չտալու համար հացադուլը եւ այն հացադուլը, որ այն քաղաքական մաքուր, զտարյուն քաղաքական ծայրահեղ միջոցը, որ Նարեկ Սամսոնյանն էր կիրառել։ Կամ լրատվամիջոցներն էին նշել, ես էլ էի նշել, որ չեմ վստահում մարդու իրավունքների պաշտպանին, որովհետեւ օրինակ 2024 թվականի զեկույցում Սամվել Վարդանյանի հետ կապված այդ խայտարակ խոշտանգման դեպքը չէր արձանագրել։ Հայտարարություն է տալի, ասում արձանագրել են, ոչ չէ, էս էլ հղումները։ Բանից պարզվում է, որ ոչ թե մարդու իրավունքների վիճակի հետ կապված զեկույցում է արձանագրել, այլ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ զեկույցում, որը բոլորովին այլ բանի մասին է։ Այն զեկույցում, որի մասին մենք հղում ենք արել, իսկապես արձանագրում չկա։ Եվ էլի խառնած է այլ դեպքերի հետ։ Այն դեպքերի հետ, երբ որ ոստիկանության կամ այլ մարմինների հետ կապված խնդիրների պատճառով առանձին նկատմամբ խոշտանգում էր կիրառվել։ Մենք էլ առաջի վարքյանից պնդում ենք 2024-ին, որ Սամվել Վարդանյանի դեպքը չպետք է այդ նույն արդյունության մեջ դրվի, որովհետև նա որևէ խնդիր ոչ ոստիկանության, ոչ այսինքն ընդհանրական ձևակերպումներ է տալիս։ Ոչ թե չէ, ընդհանրականի խնդիրը չի։ Խառնում է հացն ու չորը, խառնում է քաղաքականը ոչ քաղաքականի հետ։ Վստահելի չի։ Եվ այս պարագայում ես կարծում եմ, պետք է հարթակ լինի, որը վստահելի լինի բոլոր ընդդիմադիր ուժերի համար եւ ըստ այդմ նաեւ ընդդիմադիր հայացքներ ունեցող, որը բավական մեծ թիվ է կազմում մեր ողջ հանրության համար եւ ինչով պետք է զբաղվեն նրանք։ Առաջինը ասացի, կարգավիճակի հարցերը։ Երկրորդը կազմակերպեն անընդհատ բողոքի ակցիաներ։ Երրորդը, ու դրանք հանձնախմբերով պետք է լինեն։ Հանձնախումբ ձևավորվի, որ գործուղվեն Ստրասբուրգ, Բրյուսել եւ այլն, որ անընդհատ դռներ թակեն։ Դռնից մտնեն ներս հանեն, պատուանից մտնեն, պատուանից դուրս հանեն, դռնից մտնեն դուրս հանեն, պատուանից մտնեն, պատուանից դուրս հանեն, երթիկից մտնեն։ Անընդհատ դռներ թակեն։ Անընդհատ միջազգային գործընկերների ներկայացնեն այն խայտարակությունները, որ կատարվում են։ Զեկույցները, օրինակ, մեր գործընկերները քիքից բավական որակյալ զեկույցներ են գրում, բայց դա պետքա նաև կարողանալ տեղ հասցնել։ Հաջորդը սոցիալական հարցեր։ Քաղաքական քաղբանտարկյալները, քաղաքական հետապնդման ենթարկվող այլ անձինք, սոցիալական եւ հոգեբանական աշխատանքի կարիք կա, մենք դա տեսնում ենք, հանրության աչքին դա չի երևում, ընտանիքների հետ կապված առաջի հերթին։ Այդ աշխատանքները նույնպես պետք է համակարգվի։ Մեծ աշխատանք կա այստեղ կատարելու, որի մասին մենք խոսել ենք, իհարկե ես էլ չեմ ուզում այդպես էլ, որ խոսելը հեշտ է, անելը դժվար է, բայց դա դիմության խնդիրն է, կներեք, ես չեմ, որ հանրության առջև ներկայացել եմ եւ մանդատ եմ խնդրել։ Այդ մարդիկ, ովքեր որ այդ գործունեությունը իրականացնում են, կարծում եմ դրանով պետք է զբաղվեն, որտեղ իրենք կարծեք թե իրենց գործը լավ չեն արել, այս պայմանությամբ եւ արդեն ավարտվում է ցիկլը։ Եվ մի կարևոր բան էլ ասեմ, որ հանկարծ այդպեսի տպավորություն չստեղծվի, մեր հետ մարդիկ շատ լավ են աշխատում։ Իրա օրինակ այցելություններ, հարցերի բարձրացում, այդ մասով շատ լավ աշխատում են, բայց դա կարծում եմ բավարար չի։ Այցելություններ նկատի ունեն պատգամավորները, այո, գնում են, այցելում են նրանց։ Շատ մեծ մասին գրում են։ Այո, գնում են, հանդիպում են, նաև փորձում են, օրինակ նույն Արեգի հետ կապված, ես գիտեմ, որ մարդիկ դիմումներ են ներկայացրել,
հիշում եք այն ժամանակ խնդիր կար հիվանդանոց տեղափոխելու հետ կապված, քննարկումներ են ունեցել, այս ամեն ինչը ես չեմ ուրանում եւ չի կարելի ուրանալ, բայց դա ես բավարար չեմ համարում։ Իսկ միտը երբ որ ասում է որ 200-300 տարեկան մարդ է լինում, որ հացադուլ է անում, ամեն մեկին չեն կարող գնալ տեսնել։ Եթե ամեն դեպքում գնար տեսներ զեկույցով պետք է ինքը միայն հանդես գա, որովհետև հիմնականում ինքը ներկայացնում է որ զեկույցներով է հանդես գալիս, ինքը ոչինչ անել չի կարող, ինքը միայն դա է ներկայացնում։ Հիմա որպես նախկին մի որպես դուք ինչ գործիքակազմ պետք է կիրառի, որ չի անում։ Ուրեմն գիտեք ինչ, ես աշխատել եմ այն պայմաններում, որ ճշող մեծամասնությամբ, եթե ես ինչ-որ մի խնդիր տեսնում եմ եւ այդ խնդիրը բարձրաձայնում եմ, խնդիրը լուծվում էր։ Հեղինակությունից ելնելով, շատ կաներեք, բայց մի քիչ անհամեստություն անեմ։ Եթե դու հեղինակություն չունես որպես միտք, ում է պետք որպես միտք աշխատել։ Եթե այն երկրում, որտեղ դու միպես հետույք բառը ասելու համար մարդ է կալանավորված, շատ կներեք, բայց ես դրա մասին հենց կարծեմ առաջինը ձեր եթերում եմ խոսում։ Ուղղակի կարելի է այդ հարցը բարձրացնել, որ ես չեմ կարող այսպես աշխատել։ Այդ պաշտոնը այդքան կարևոր է։ Ես ինձ չեմ պատկերացնում աշխատելուց մի որևէ երկրում ճանաչված ինչ ուզում է լինի, որ քո երկրում հետույք բառ ասելու համար մարդ են կալանավորում, ու դու շարունակում ես սովորականի պես գնալ մասնակցել բաների, ինչ-որ միջոցառումների։ Դա նորմալ չի։ Միպը վարչական պաշտոն չի։ Միպը պետք է ինչ-որ բանով տարբերվի, օրինակ, չգիտեմ, քննչական կոմիտեի ղեկավարից կամ նախարարներից, միպը հեղինակությունն է ենթադրում։ Դե չգիտեմ այդ մասով ինչ ունենք մենք։ Բայց սա մի կողմ։ Տեսեք դուք էլի ասում եք միպի ասածը տարեկան 200 Դա այդպես է։ Էլի թացը չոր, այո, բայց թացը չորը խառնելու է, դասական դրսևորում է։ Նորից ասեմ, այն դեպքում երբ որ մարդը հացադուլանում էլի իրավունքն է, որևէ մեկը ասում էի, չգիտեմ, ինչ-որ կենցաղային պայմաններից ելնելով, դա բոլորովին այլ բան է։ Եվ բոլորովին այլ բան է, մաքուր քաղաքական խոսքի, ինչի համար է Նարեկ Սամսոնյանը ասել, ասում է, եղբայր, հետույք բառը ասելու համար եք դուք ինձ կալանավորում։ Դրան էր այդ ծայրահեղ միջոցով ուշադրություն հրավիրում։ Սրանք տարբեր իրավիճակներ են, սրանք տարբեր բաներ են։ Թացը չորի հետ կառնելու, մի կացայով երկու ճաշ եփելու դասական դրսևորում է եւ մարդու իրավունքների օրակարգը լղոզելու։ Քաղաքական հարցերը, որոնք ամենակարևոր մասն են մարդու իրավունքների օրակարգի, ցանկացած ժողովրդավարական երկրում դրանք հավասարեցնելու այլ առավել կենցաղային բովանդակություն ունեցող խնդիրների։ Նորից եմ ասում, որևէ կերպ չեմ ուզում նսեմացնել այն բոլոր մարդկանց քայլը որոշումը, որոնք որ հացադուլ են անում։ Ամեն դեպքում այս հարցը քաղաքական հնչեղություն ունեցավ, առհասարակ շատ քննարկվեց, քաղաքական գործիչ է Նարեկ Սամսոնյանը։ Սա է հարցը, սրանք տարբեր են։ Նույն մարդու իրավունքները չեմ այստեղ այդ ձևաչափը չի որ խոսենք, բայց նույն խոսքի ազատության մասով եվրոպական դատարանը միշտ նշում է, եթե խոսքը քաղաքական է, նա ավելի շատ պաշտպանության պետք է ենթարկվի, քան օրինակ ոչ քաղաքական խոսքը։ Այսքանը։ Ասացեք ընդդիմությունը պետք է պայքարի, առաջիկայում գալու է JD Vance, այսպեսի տեղեկություն կա փետրվար ամսին ԱՄՆ փոխնախագահ, եւ Արմեն Աշոտյանը կարծիք էր հայտնում, որ սա հնարավորություն է այս խնդիրը բարձրացնելու համար։ Այս ուղղությամբ ինչ կարելի է։ Գրիվ համաձայն եմ եւ այստեղ հենց կարծում եմ սա կարող է համարվել ընդդիմության համար լավ առիթ ցույց տալու համար, որ իսկապես ընդդիմությունը կարող է արդյունավետ լինել։ Եվ դա վերաբերում է իդեպ ոչ միայն նաև գերիների հետ կապված, ոչ միայն այո, դա ուզում ասել, առաջնային գերիների Բանտարկյաններին, այլև առաջնահերթ Լատվի գերիների հարցը։ Իսկ գերիների մասով ինչ կարծեք այդ 4 հոգին, որ եկան, հեռանկարներ տեսնում եք մյուսների մասով։ Ես այդ հարցին շատ չեմ ուզում խոսել, որովհետև միշտ վախենում եմ ինչ-որ մի բառ ասեմ, ավել պակաս մենք գործ ունենք ի վերջո անմարդկային պայմաններում գտնվող մարդկանց հետ խոսքը մնացածներին է վերաբերում։ Մի բան միայն կասեմ, որ ես չգիտեմ, գերիների հետ կապված, վերադարձածների հետ կապված լրատվամիջոցների աշխատանքը ինձ այդքան էլ շատ դուր չի գալի, որտեղ մարդիկ կարծում եմ պետք է որոշակի պաուզա վերցնել էլի այդ մարդկանց հետ կապված։ Բայց նրանք հարցազրույց չեն էլ տալիս։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ասում են, մեզ արգելել են, որպեսզի մենք հարցազրույցներ տանք։ Հա, ես այդպես է, որ իրականում ճիշտ են արել, որ արգելել են, որ հարցազրույցներ, դե ուղիղ եթերները վերցնելու մասով եմ ասում, հա։ Ճիշտ են արել, որ արգելել են իդեպ, եթե այդպիսի բան են արել, որովհետև այստեղ նրբություններ կան։ Մենք լավ չենք պատկերացնում, ինչ է, մենք չգիտենք թե ինչ լավ, դրա մասին չեմ ուզում խոսել։ Ինչ խնդիրներ կարող են լինել։ Դրա մասին չեմ ուզում խոսել, փառք Աստծո, որ եկել են, Աստված տա շուտ այն օրը գա, երբ որ մյուս գերիները նույնպես։
Միքայել Աջապահյանի մասով ինչ կասեք, տեղեկություն եղավ, որ հաղորդության չեն Դա տվել, որպեսզի դա նա շատ իմ վրա մասնակցի, ազդեց։ եւ ամեն Դա դեպքում վատ է։ այս հոգեբանական ճնշումները իր հետ կապված։ Դե գիտեք ինչ, հոգեվորականի համար հաղորդության մասնակցելու հնարավորությունից զրկվելը դա կներեք նույնիսկ շատ ավելի ծանր տառապանք է, քան թե շատ այլ բաներ, որ կարող են անել։ Շատ էլի բառը չեմ գտնում, որպեսզի քննադատեմ այն ինչ որ կատարվել է։ Հույս ունեմ, որ գոնե այս կիրակի այդ խնդիրը կլուծվի։ Եթե պետությունը դա համարում է տեխնիկական խնդիր, դա կարծում եմ տեխնիկական չի, դա լրիվ լուծելի խնդիր է։ Մանրամասների մեջ չեմ ուզում մտնել, բայց լրիվ հնարավոր է պահպանել օրենքով սահմանված սահմանափակումները եւ անձին չզրկել հաղորդությունից, որտեղ բժշկական հիմնարկն էլ բոլոր հնարավորությունները տվել էր։ Մեր եկեղեցին հնարավորություն տալիս է, այսպես կոչված, ես խոսել եմ մասնագետների հետ եւ իդեպ տեսական հնարավորություն չի, վեմքար է կոչվում, վեմքարը բերվում է եւ պատարագ է մատուցվում եւ ասեմ, որ ԱԱԾ-ի մեկուսարանում, այսինքն Երևան կենտրոն հիմնարկում երկար ժամանակ այդ պրակտիկան կար, կիրակի օրերը պատարագ մատուցվում էր։ Եվ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով անհասկանալի է թե ինչի է առաջացել այս խնդիրը Միքայել Սրբազանի մասով։ Դա շատ վատ եմ զգացել, որտեղ իսկապես հոգեվորականի համար հաղորդության հնարավորությունից զրկվելը դա շատ մեծ հոգեբանական տառապանք պատճառող երևույթ է։ Ամոթալի է, որ այդպես է։ Արշակ Սրբազանի գործի հետ կապված արդյոք տեղեկություն ունեք թե ոչ, մամուլում տեղեկություն կար, որ իրեղեն ապացույցները կորել են Արմավիրի քննչական վարչությունից։ Ես ներկայացնում եմ նաև Արշակ Սրբազանի պաշտպանական թիմի մաս եմ, թեև անկեղծ լինեմ վերջի շրջանում շատ կենտրոնացած է այլ գործի, ու կոնկրետ Սամսոնյանի գործի վրա։ Իմ գործընկեր Արսեն Բաբյանն է հիմնականում կենտրոնացած եւ իր հրապարակային խոսքը խնդրում եմ ինք ընդունել Արշակ Սրբազանի հետ կապված բոլոր հարցերում։ Այլ մանրամասներ չգիտեք, թե ինչպես է կորել իրեղեն ապացույցները եւ այլն։ Չէ, չգիտեմ։ Չգիտեմ, բայց շատ զավեշտալի է։ Բայց այս գործը հեռանկար ունի առհասարակ։ Ախր ոնց կարող է հեռանկար լինել։ Լավ, նորից հիշեցնեմ այդ անգամ ոչ մասնագետների համար սա պետք է որ հասկանալի լինի։ Տեսեք, այն մեղադրանքը, որ առաջադրվել է բավական ծանր հոդվածով, վերաբերվում է իրացման նպատակով թմրանյութերի շրջանառությանը։ Նորից եմ կրկնում, իրացման նպատակով։ Բայց հենց իրենց իսկ որոշման մեջ ֆիքսում են, որ նպատակը մենք դա չենք ընդունում, դա իրականությանը չի համապատասխանում, բայց ես իրենց մոտեցումն եմ ասում։ Իրենց մոտեցումն է հակասական։ Մեղմ եմ ասում հակասական։ Իրենց մոտեցումն այն է, մի կողմից ասում են, սա իրացման նպատակով թմրանյութերի շրջանառությունը, մյուս կողմից էլ բուն տեքստի մեջ, այսինքն նկարագրության մեջ, ասում են, որ իբրև թե Արշակ Սրբազանը նման քայլի է դիմել, նման բան է կազմակերպել, այդ վեհարանը գրաված անձանց հեղինակազրկելու նպատակով, այսինքն նպատակը իրացումը չի եղել։ Նպատակը հեղինակազրկումն է։ Հեղինակազրկումն է եղել եւ այդ թմրանյութը ըստ իրենց, այսինքն Արշակ Սրբազանի դիտավորությունն է եղել, որ ոստիկանները գան դա հայտնաբերեն եւ նրանք հեղինակազրկվեն, ըստ իրենց նորից ասեմ։ Մենք չենք ընդունում այս փաստերը։ Բայց եթե այդպես է, ուրեմն հաստատ իրացման նպատակ չի եղել, չէ՞։ Ընդհակառակը այդ մի թմրանյութի բաղադրի այդ մի միավորը շրջանառությունից դուրս է գալի, չէ՞։ Ոչ թե շարունակում է շրջանառությունը։ Բայց չեղավ որ չի հանվել փաստորեն դա գործից։ Հենց էսա հիմքը, Արշակ Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդման հիմքը սա է։ Եվ սա հակասական է, որովհետև եթե նպատակը իրացումն էր, ուրեմն ձեր նկարագրությունն է սխալ, բնականաբար նպատակի իրացումը չէր։ Եթե նպատակը հեղինակազրկումն էր, ուրեմն իրացման նպատակով թմրանյութերի շրջանառության հանցակազմը ուղղակի կիրառվել չէր կարող։ Սրա համար պետք չի դատաքննություն, սա ուղղակի դասագրքային ճշմարտություն, դասական տրամաբանություն է պետք։ Կամ A կամ B, երկուսը իրար հետ չեն լինում, կամ սև կամ սպիտակ։ Սա է հարցը։ Եվ իրավական տեսանկյունից հեռանկարի մասին իհարկե խոսել չեն կարող, բայց չէ որ մենք գործ ունենք Հայաստանի հետ, որտեղ որ գրեթե պաշտոնական մակարդակով ռեպրեսիաներ են իրականացվում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ ամեն ինչ հնարավոր է։ Նաեւ Նաթան Սրբազանի հետ կապված գործընթացներ կան։ Ասում են այդ հարցազրույցի հետ, հեռախոսազրույցի հետ կապված։ Տեղակ չէ։ Այն ժամանակ այդպիսի տեղեկություն կար։ Դե տեղեկությունը
շատ տեղեկություններ են լինում, ես տեղյակ չեմ, որ Նաթան Սրբազանի հետ կապված ինչ-որ գործընթաց լինի։ Տեղյակ չեմ բացառում։ Այդ հեռախոսազրույցի հետ կապված չի նախաձեռնվել քրեական վարույթ։ Այն ժամանակ կարծեմ նախաձեռնվել էր, բայց հետո քրեական հետապնդում որևէ մեկի նկատմամբ հարուցված լինելու մասին տեղեկություն ես չեմ տեսել, բայց նորից ասեմ, սա ոչ որևէ խոչընդոտ չի։ Ցանկացած պահի ցանկացած ռեպրեսիա կարող են կիրառել։ Իդեպ 10 եպիսկոպոսներն ասացին, որ իրենք չեն գնալու Ավստրիա։ Չէ, 10-ը չէ։ Կներեք, սա շատ կարևոր է, որ մենք ընդգծենք, կոնկրետ հայտարարություն եղավ 10-ից 1-ից։ Այո, ԱՄՆ-ի թեմի։ Այո, ԱՄՆ-ի արևմտյան թեմի առաջնորդից, որը բառացի նշեց, որ նորից ինքը չի գնալու։ Այո, որ ինքը գնալու է, 9 հոգին չեն գնալու։ Դե այդ 9-ից ես մենակ լսել եմ Վազգեն Սրբազանի, այո, Միրզախանյանի հայտարարությունը, որը ինչ-որ անհասկանալի բաներ էր խոսում, ասում էր անթույլատրելի է, ապօրինի է, չգիտեմ ինչ է արտասահմանում անցկացնելը, բայց առաջին մեր եկեղեցուն շատ մեծ փորձ ունի եւ ամենակարևոր մեր ընդամենը 70 տարի առաջ եկեղեցու պատմության համար դա ընդամենը 230-րդ մեր կաթողիկոսի որին, որ կարծում եմ սա այն քիչ հարցերից է, որ ոնց որ թե մեր հասարակության մեջ վեճ չկա, էլի Վազգեն վեհապարի նկատմամբ վերաբերմունքի մասով Վազգեն վեհապարի կողմից նախաձեռնված Կահիրեում շատ հայտնի, շատ կարևոր եպիսկոպոսատ ժողովը, բայց դա էլ էր ապօրինի։ Ինչ խնդիր կա։ Այսինքն միտումնավոր այս ամեն ինչը խոչընդոտ են ստեղծում, որպեսզի չկայանա։ Իսկ կարծում եմ իրենք իրենց գլխի տերը չեն, իրենց կամքով չեն, ինչ հանձնարարում են, էլ ասում են, էլի։ Ես այդպես եմ տեսնում։ Որովհետև անտրամաբանական է, որ եթե դուք ունեք դիրքորոշում, գնացեք ձեր հոգևոր եղբայրներին, փորձեք համոզել։ Ինչն է խնդիրը։ Բայց սա է եկեղեցու կանոնական ճանապարհը, սա է, ուրիշ ինչ ճանապարհ կա, չկա ուրիշ ճանապարհ։ Մնացած բոլոր ճանապարհները եկեղեցի քանդել է նշանակում։ Կա կանոնական ճանապարհ, խնդիր եք տեսնում, գնացեք բարձրաձայնեք, դա իմ գործը չի։ Պետք է հարգանքով վերաբերվել։ Դուք ունեք այս պահին եպիսկոպոսի աստիճան, կարգալույս չեք եղել, դա ուզենք չուզենք ինչ որ աստիճանի հարգանք բառը օգտագործեմ, թե ինքնասահմանափակում բառը օգտագործեմ, նման վերաբերմունք ենք ստիպված չնայած անձնական այսպես տարբեր մոտեցումներին, եւ դուք այդ կարգավիճակից ելնելով բոլոր հնարավորությունները ունեք գնալու եւ ձեր դիրքորոշումները ներկայացնելու։ Իմ համար անհասկանալի է, այսինքն հասկանալի է ինչի չեն գնում, եւս մի անգամ հաստատում է, որ նրանք սեփական կամքի տերը չեն, այլ Նիկոլ Փաշինյանը նրանց օգտագործում է իր մեր եկեղեցին քանդելու ադրբեջանա-թուրքական ծրագրի իրականացման շրջանակներում։ Փաշազադե Փաշինյան ծրագրի շրջանակներում։ Հիմա կանխատեսումներ կան, որ հնարավոր է նոր ձերբակալություններ, կալանավորումներ լինեն, որպեսզի շատ եպիսկոպոսներ չկարողանան այստեղից մեկնել Ավստրիա։ Չեմ բացառում։ Ուղղակի մենք այս 7-8 ամիսների հալածանքները մի բան ցույց տվեցին եւ դրանք շատ կարեւոր է որ մենք սա ֆիքսենք։ Քրիստոնեական գաղափարախոսությունը երևի ամենահեշտն է ադապտացվում հալածանքների։ Քրիստոնեությունը համաշխարհային կրոն դարձավ նաեւ հալածանքների միջով անցնելով։ Որովհետեւ եթե նայում ենք առաջին, երկրորդ, երրորդ դարերին ոչ պակաս ուժեղ կրոնական այսպես գաղափարներ կային, որոնք որ ուղղակի չվերապրեցին։ Եվ հալածանքներով քրիստոնյաներին ամրացնում են հալածանքները, սա է բանաձևը։ Եվ օրինակ Մասյացոտնի թեմի քահանա Տեր Արտաշեսի պարագան է նաև դրա մասին։ Ես օրինակ խորհուրդ կտայի իր համացանցում նկատեցի այսօր իր Կիրակնորիա պատարագի քարոզը լսել, որտեղ մարդը իր անձնական փորձի մասին է խոսում։ Այո, ես վստահ եմ, որ ռեպրեսիաները շարունակվելու են, ես վստահ եմ, որ ինչքան կարողանա Փաշազադե Փաշինյան ծրագիրը իրականացնելու ուղղությամբ էլի ռեպրեսիաներ են լինելու, բայց այստեղ կա մի շատ մեծ բայց։ Հիշենք, որ խոսքը վերաբերում է քրիստոնյա եկեղեցու նկատմամբ հալածանքին։ Իսկ քրիստոնյա եկեղեցին, եթե քրիստոնյա եկեղեցի եւ այդ արժեքներով է առաջնորդվում, հալածանքը չի թույլատնում, այլ ընդհակառակը ուժեղացնում է։ Իդեպ երբ եպիսկոպոսատ ժողովը Հայաստանում պետք է լիներ եւ հետո որոշվեց, որ չի կայանալու, այդ ժամանակ էլ խոսակցություններ եղան հենց հոգեվորականների կողմից, որ այստեղ մտադիր են եղել իրավապահ կառույցները, որ եպիսկոպոսները երբ կան նրանց կալանավորեն մի մասին։ Իհարկե, հենց դա է, վտանգ կա։ Ավելի հեշտացնելու էր իրենց վտանգ կա, իհարկե վտանգ կա։ Ավելին, երբ որ հայտարարվեց, դրանից հետո Արշակ Սրբազանը ձերբակալվեց։ Դա կոնկրետ պետության վերաբերմունքն էր։
Պետությունը ցույց է տալիս, որ Հայաստանում հայ առաքելական եկեղեցին ազատ գործել այլևս չի կարող եւ հարյուրավոր օրինակներով մենք կարող ենք ասել, այս 6-7 ամիսը հարյուրավոր օրինակներով, Հովանավանքի օրինակը բերենք, Թալինի օրինակը բերենք, նույն Տեր Արտաշեսի օրինակը, որը բերենք։ Գևորգ Սրբազանի օրինակը բերենք, որը որ ինքն իրավչությամբ է զբաղվում ըստ էության։ Որ օրինակը բերենք։ Պաստորեն դատարանը որոշեց, որ նա պետք է վերականգնվի թեմի առաջնորդի պաշտոնում։ Այդպեսի որոշում երբևէ եղել է դատարանի կողմից։ Չի կարող է եվրոպական դատարանը։ Նախ այն որ պետք է վերականգնվի այդ ձևակերպման հետ համաձայն չեմ, որովհետև Արա Զորայրյանը շատ մանրամասն իրավական վերլուծություններ տալի, թե ինչպես պետք է մեկնաբանել դատարանի այդ որոշումը, բայց եվրոպական դատարանի միանշանակ մոտեցումն է դա։ Օրինակ մի նախադեպ կար, որ վերաբերում էր Երգեհոնահարին։ Նայեցի վստահ էի, որ անգամ քաղաքացիական եկեղեցու համար ոչ հոգևոր սպասավորները նույնպես դուրս են, այսինքն օրինակ Երգեհոնահարին ինչ-ինչ պատճառներով հեռացրել են։ Դիմել էր տվյալ պետության դատարանները չեն ընդունել, ասում են եկեղեցու հետ կապված հարց է։ Ասում են լավ, հասկացանք, որ եթե հոգևորական լինի, չեք ընդունի, բայց ես էլ քաղաքացիական անձ եմ, ես այսպես բան չեմ, հոգևոր սպասավոր չեմ։ Միևնույն է եվրոպական դատարանը իր հետ չէր համաձայնել։ Այլուր մնաց հոգևորականների հետ կապված դեպքերով։ Սա ուղղակի խայտարակություն էլ չէ, սա չգիտեմ, անուն չեմ գտնում սրա համար։ Դուք ասում եք եկեղեցին ինչ էլ անեն ուժեղանալու է, քանի որ քրիստոնեությունն է հիմքը, բայց ամեն դեպքում դուք չեք կարծում, որ այս ամեն ինչը զարգանալու է եւ ինչ որ մի ընթացք ստանալու է։ Ասում են Փաշինյանը իր եկեղեցին է ստեղծում, չգիտեմ, կաթողիկոսին կարող են կալանավորել։ Ես դա քաջալերում եմ, թող ստեղծի, ես շատ եմ ուզում, որ ինքն իր եկեղեցին ստեղծի, նա տեսնենք թե ինչ եկեղեցի է ստեղծում։ Որ մարդիկ տեսնեն, թե իրենց նպատակը որն է, իրենց եթե Փաշինյանը ուզեր իր եկեղեցին ստեղծել, ես չէի առարկի։ Մարդը այդքան տարբեր պատմության մեջ մարդիկ են եղել, որ որոշել են իրենց եկեղեցին ստեղծել։ Իհարկե դրանց 99%-ը վերացել է հիմնադրի հետ մեկտեղ, բայց նորմալ է, թե մարդը ուզում է իր եկեղեցին ստեղծել։ Ինչ գործ ունի մեր եկեղեցու հետ, սա է խնդիրը, որի արժեքները նա չի ընդունում։ Եկեղեցուց դուրս եկած հոգևորականներով է ուզում ստեղծել։ Ում հետ ուզում է թող ստեղծի։ Եպիսկոպոսներով 9 կամ 10։ Ում հետ ուզում է թող ստեղծի։ Գործ չունի մեր եկեղեցու։ Մեր եկեղեցին ունի ավանդույթ եւ այդ ավանդույթ եւ մենք տեսանք չէ այս 6-7 ամսվա մեջ ինչքան են կանխատեսումները հունիսից որ հեսա 1-2 շաբաթից հարցերը լուծել են հուլիսին օգոստոսին սեպտեմբերին մենք տեսանք որ եկեղեցին ունի խորքային դիմադրողականություն եւ դրա հիմքը հենց քրիստոնեությունն ի վերջո մարդիկ հավատում են որ իրենց եկեղեցու գլուխը կաթողիկոսը չի Քրիստոսն է այսինքն մարդիկ որոնք որ այդ հավատքով են առաջնորդվում այդ մարդկանց կոտրելը հեշտ է Դե ասում են տեսա որ աջակցություն չկա մարդկային փորձելու է ուժով հարցերը լուծել Ինչ ասեմ, նա միշտ էլ կարող է ուժով հարցերը լուծել։ Ուժով փորձել են հարցերը լուծել առաջին դարում, Ներոն կայսրն է փորձել, երկրորդ, երրորդ, եւ դա միայն ուժեղացրել է քրիստոնեությունը, սա իր ասածս տեսական չէր, սա եթե իսկապես մարդիկ հավատով են եւ սա նպաստում է նաեւ հավատի զորացմանը, ինչից պետք է վախենալ։ Այս Կիրակի օրվա նաեւ Ռուբեն Վարդապետի քարոզը, այսինքն այսօր առհասարակ այս Կիրակի առհասարակ այդ աստվածաշնչյան խոսքին չվախենալու մասին էր։ Եթե մարդիկ չեն վախենում, ինչ պիտի անեն։ Ինչքան կարող են ոստիկաններ ուղարկել, ինչքան կարող են դատախազներ եւ քննիչներ ուղարկել։ Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, այսինքն ես ոչ թե ասում եմ, որ ամեն ինչ լավ է, ոչ, խայտարակություն է, որ նման հալածանք է իրականացվում, բայց ես ուզում եմ ասել, որ սա բոլորովին այլ ոլորտ է։ Սա մարդկայինից ավելի անդին գտնվող ոլորտ է։ Եվ նույնիսկ դեկտեմբերի 18-ի դեպքերը երբես վերլուծում եմ, չգիտեմ, դա դժվար է պատկերացնել մարդկային չափման մեջ, որովհետև շատ խորամանկ ծրագիր էին նրանք գծել, թե ինչպես էին ներխուժելու Էջմիածնու գնացին եպիսկոպոսները, որ ասեցին եպիսկոպոսները, այո, ինչ-որ բան կարդացին գնացին, ինչ-որ նամակ հանձնեցին։ Բայց ախր դա բան էր, ռուսերեն էս Atlikayushi manevr էր։ Միաժամանակ այդ ժամանակ իրենց կողմնակիցները ոստիկանների թողտվությամբ մեղմ բառօգտագործել, փորձեցին ճեղքել եւ մտնել մայրտաճար եւ անարգել վեհապարին։ Ոչ չստացվեցին ես մոտ, ես մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ, որտեղ դա
շատ խորամաղ ծրագիր էին գծել։ Այսինքն սա Հետո Լուխտերթներ, անդին որը փաստորեն էլի տեսանք որ շատ մարդիկ չհավաքվեցին եւ հանգուցալուծում չունեցավ։ Դե Լուխտերթը ավելի շատ իրենց վերականգնման բաններ ցույց էին ուզում տալ, որ չէ, մենք այդքան էլ քիչ չենք, ես չեմ կարծում, որ այդ օրը իրենք չգիտեմ ինչ էին ուզում անեն, բացի այդ ուզում են ուժ էին ուզում ցույց տալ, որ տեսեք մենք շատ ենք։ Այդքանով թող գնան իրենց եկեղեցին բացեն։ Ես միայն հարգանքով կվերաբերվեմ իրենց բողոքական բնույթի եկեղեցուն, որտեղ իրենց գաղափարները բողոքական բնույթի են։ Այսինքն Էջմիածնում ծրագիր կար կոնկրետ, որը չկարողացան իրականացնել։ Այո, ակնհայտ էր դա, ակնհայտ էր։ Ես որպես այնտեղ գտնված մարդ եմ ասում, դա ակնհայտ էր։ Կարող են բացել հայ բողոքական եկեղեցի, ինչ ա եղել, որ դա իրենց իրավունքն է։ Բայց գործ չունեն հայ առաքելական եկեղեցու հետ։ Իրենց ոչ մի գաղափար առաքելական չի։ Չեն հարգում առաքելական հաջորդությունը։ Նոր կանոնադրություն է ուզում ստեղծել եւ եկեղեցու կանոնադրությունը դերի, պետք լինի, չգիտեմ իրենց իրավաբանները ինչքանով որակյալ են, մենք էլ կարող ենք օգնել, եթե բողոքական ինչ-որ եկեղեցու կանոնադրություն են ուզում դրել, ինչ ա եղել։ Մեր եկեղեցու հետ գործ չունի։ Եվ ներքին գործերի նախարարը առանձնապես խնդիր չի տեսնում այն, այսինքն այսպես է մեկնաբանում, որ երկկողմանի պետք է իրավիճակը նայել, երբ մեղադրում եք, որ ոստիկանները անգործության են մատնված, եւ որ եկեղեցի չեն թույլ տալիս մտնի քահանան եւ այլն։ Այս մասով ինչ կասեք։ Երկկողմանի ինչ խնդիր կա։ Մարդիկ հայ առաքելական եկեղեցու ունի սեփականության իրավունք, որը խախտվում է։ Սեփական, այսինքն եկեք ոստիկանների ներկայությամբ։ Այո, այսինքն հովանավանք հայ առաքելական եկեղեցու սեփականությունն է։ Մի պահ մոռանանք հոգեվորը, մի հատ փորձենք պետական օրենքներով նայել։ Բայց էլ ինչ ասի։ Ինչ երկկողմանի մասին է խոսքը։ Այստեղ դժվար է պատկերացնել, որ ոստիկանությունը իր գործառույթը իրականացնի այս նման ռեպրեսիաների պայմաններով։ Դա դժվար է պատկերացնել։ Okay, այն բոլոր մարդիկ, ովքեր որ շարունակում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները կատարել, դրանք իրենց պատասխանատվության բաժինն է ստանձնում։ Իհարկե դա տհաճ է, ես հասկանում եմ շատերի համար տհաճ է, բայց այդ տհաճությունից խուսափելու մեկ ձև կա, ընդհանրապես դուրս գալիս։ Այլ բան չկա, այսինքն չի կարող։ Ես սխալ եմ համարում եմ, կամ անընդունել եմ համարում, որ դե ես չանեմ, ուրիշը կանի։ Հələ դու մի արա, թող այն մյուսն էլ չանի, երրորդն էլ չանի, տեսնենք ով անում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։